Ողջույն, հայկական երկրորդ հեռուստալիքի եթերում քաղցած սպասում են հաղորդումն է։ Այսօր մեզ համար համաձայնել է պատրաստել դերասանուհի Սյուզան Պապյանը։ Ուշադիր հետևեք մեր հաղորդման ընթացքին։ Բարև ձեզ Սյուզի։ Բարև ձեզ։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, քաղցած սպասում են հաղորդումն է։ Համեցեք։ Ինչ գեղեցիկ եք։ Շնորհակալություն։ Միջալից այդ ամենը պետք էր, հա, այդ նախադասությունը ինչ գեղեցիկ եք ավելի շուտ ասել, քան որտեղից ենք եւ ինչ ենք ցանկանում։ Համեցեք։ Գալիս ենք, գնանք խոհանոց մի անգամից։ Ինչ եք ժպտում։ Համեցեք։ Գնացեք, ես կփակեմ դուռը։ Անընդհատ ժպտում եք, դա անկեղծ ժպիտ է, թե։ Ուզում եք որ հյուրերին լուրջ ընդունեմ։ Դե երբ որ հյուրերը տեսախցիկով են, այո, ցանկալի է, որպեսզի նրանց լուրջ ընդունեք։ Լուրջ կընդունեմ։ Ինչպես է ձեր տրամադրությունը։ Լավ, բայց արդեն պետքա լուրջ լինեմ, որովհետև ասեցիք պետք է լուրջ լինես։ Չէ, կարող եք հումորով լուրջ լինել։ Իսկ այլ է ժպիտով լուրջ լինել։ Այո, իհարկե։ Ժպտալը միշտ ցանկալի է, որովհետև դա դրական էմոցիա է եւ ժպիտը երբ որ պարգևում ես դիմացինին, դիմացինը իրեն լավ է զգում։ Ցավոք սրտի մեր քաղաքում քչերն են ժպտում փողոցում, եթե նկատել եք, օրինակ արտերկրում անընդհատ մեկը մյուսին երբ որ հանդիպում է, ժպտում է։ Անկեղծ ասած ինձ հետ դուր չի գալիս ու ես չեմ հասկանում, թե մարդիկ այդ աստիճան, հա, դրսում ինչի են ժպտում։ Բարեացակամ են միմյանց նկատմամբ։ Չէ, ուղղակի կարելի է բարի դեմքի արտահայտություն լինի, բայց ոչ թե անընդհատ ժպտան։ Ասենք, երբ որ Հայաստանում մեկը մեկին տեսնում է, միանգամից ասում է գործերը լավ է, թե վատ է։ Եթե զգում է, որ նրա գործերը լավ է, մի տեսակ նախանձ է առաջանում եւ ծնվում եւ ասում են ոնց է անում, որ գործերը նրա լավ է, մեր գործերը վատ է։ Ես այսօր շատ եմ խոսում, հիմա խոսքը փոխանցեմ ձեզ եւ խոսեք դուք։ Պատմեք ձեր մասին Սյուզի, ինչպես հայտնվեցիք ֆիլմերում, ինչ ճանապարհ անցաք մինչև ֆիլմերը, մինչև էկրանին հասնելը։ Էլի շատը ես եմ խոսում։ Էկրանին հասել եմ դեռ դպրոցական տարիքից։ Վոու։ Այո։ Այ դա հետաքրքիր է։ Առաջիններից ենք, ով կոմերցիոն հաղորդում որոշեց նկարի, ես այդ հաղորդաշարում կառասկոպ էի վարում։ Իդեպ հավատում եք հորոսկոպին։ Դա լուրջ գիտություն է, ուղղակի մենք շատ անլուրջ ենք դրան վերաբերվում ու փոքրացրել դարձրել ենք օրվա, թե մեզ վաղ ինչ է սպասում, բայց դա լուրջ գիտություն է ու չի կարելի տենց վերաբերել դրան։ Չէ, կանխագուշակել եւ տեսնել թե ինչ է սպասվում մոտ ապագայում հետաքրքիր բան է, դուք ինքներդ ձեր վրա փորձարկել եք եւ արդյոք ազդել է ճշմարիտ դուրս եկել է թե ոչ։ Գիտեք, երբ կարդում ես լավ բաներ վաղվա համար ու դա տեղի է ունենում, մտածում ես, որ ճիշտ է, իսկ եթե վատ բաներ են տեղի ունենում, լավ կլինի, որ սուտ լինի։ Շարունակենք, հորոսկոպը կանխագուշակեց, որ հետո այդ հաղորդումից հետո ինչ է լինելու ձեր կյանքում եւ ինչ եղավ։ Այդ հաղորդումից հետո ես ինքս հաղորդում արեցի հեռուստատեսությունում, կարծեմ Երևան ստուդիա էր, հա։ Դե կարևոր չէ, ինչ հաղորդում էր, ինչի մասին էր։ Հայտնի մարդկանց հետ է հանդիպում, զրուցում ենք, փոքրիկ ֆիլմերի պես այդպիսի մի բան էր, էլի ֆիլմի պես էր, ոչ թե հաղորդման, իր մասին, հայտնի մարդկանց մասին։ Հիմա YouTube-ում կարող են գտնել եւ դիտել այդ հաղորդումները։ Երևի չէ, որովհետեւ դա մոտ 20 տարի, 25 տարի առաջ էր։ Այ դուք կարող եք այցելել Չեն սպասում KTM կայքը եւ մոտ 13-14 տարվա վաղեմություն ունեցող մեր հաղորդումները այնտեղ դիտել։ Շատ լավ է։ Հիշեցիք Չեն սպասում KTM։ Հիշեցի Չենք սպասում KTM։ Ահա, դե շարունակեք, հետո ինչ եղավ այդ հաղորդումից հետո։ Սովորել եք։ Այո, սովորել եմ։ Երկու բարձրագույն կրթություն ունեմ, իմիջիալոց սովորել եմ, երբ արդեն բալիկս ծնվել էր։ Ամուսնացել եք այդ ընթացքում, իսկ ինչու այդ պահը բաց թողեցինք։ Դա կնոջ համար իր կյանքում հանգամանքը իմ կյանքում դա աղջիկաս ծնունդն էր։ Հայ կնոջ կյանքում կյանքի ամենակարևորագույն պահը դա ամուսնությունն է։ Իհարկե, բայց քանի որ մենք ամուսնուս հետ ես եւ ամուսինս շատ փոքր տարիքում էինք ամուսնացել, 18 տարեկանում։ Ահա։ Կարծում եմ, որ նորմալ էր, հա, որ այդ ամուսնությունը շատ երկար չէր տևելու։ Կամ երևի նորմալ չէր, կամ երևի նորմալ չէր։ 2-3 տարի միասին ապրեցիք եւ այո, 3 տարի։
Ով ում բաց թողեց, դուք ձեր ամուսնուն, թե ձեր ամուսինը ձեզ։ Մենք ուղղակի մեծացանք մի քիչ։ Մեծացաք։ Մի քիչ մեծացանք, ինչ որ բաներ հասկացանք։ Եվ հասկացաք, որ երբ որ սիրո մեջ կենցաղ է մտնում, ամեն ինչ փշրվում է։ Չէ, դեռ այդքան չէինք մեծացել, որ կենցաղին հասնենք, դեռ կենցաղին չէինք հասել, ուղղակի մի քիչ մեծացանք, հասկացանք, որ լավ կլինի, որ առանձին ապրենք։ Միասին չլինենք։ Բայց հիմա ընկերություն անում եք, շփվում եք։ Չի ասի, որ մտերիմ ենք կամ այդպես ընկերություն ենք անում, չէ, դա այդ պահը փակված է։ Իմ աղջիկն է եւ ես։ Լավ, ամուսնությունից հետո գեղեցիկ կին, հայտնի հաղորդավար, երկրորդ անգամ ամուսնացաք, թե դեռ պիտի ամուսնանաք։ Դեռ պետք է ամուսնանալ։ Չէ, սա լուրջ խոսակցություն է։ Եթե լուրջ խոսակցություն է, ես կարծում եմ, որ հաղորդումից հետո բազում առաջարկներ կստանաք։ Հիմա ճիշտ ժամանակն է։ Ինչպիսին պետք է լինի ձեր ամուսինը։ Առաջարկություններ, ինչպիսին պետք է լինի։ Գիտեք, ես երբեք չեմ առանձնացրել կաստինգի համար բան անենք, հա, 1-2 կետ ասենք, եթե համապատասխան են, թող գան կաստինգի։ Փնտրվում է ամուսին։ Ինչի որոշվեց, որ պետք է ինձ համար փնտրվի ամուսին։ Լավ, ես երբեք չեմ առանձնացրել։ Ես ցանկանում եմ մեր հայ կանանց երջանկություն եւ ես պետք է նպաստեմ իմ լուման դնեմ, որ յուրաքանչյուր կին ով միայնակ է գտնի իր երկրորդ կեսին։ Լավ, Սուրեն ջան։ Դա մեր հաջորդ հաղորդման թեման է։ Լավ, Սուրեն ջան, թող այդպես լինի։ Ի վերջո շատ լավ բան ես ասում, շատ ճիշտ բան ես ասում, ես դեմ չեմ։ Ընդհատեցի, ինչպիսին պետք է լինի ձեր ամուսինը։ Նորից եմ ուզում ասել, որ չեմ առանձնացնում տղամարդու եւ կնոջ հատկություններ։ Պետք է լինի մարդ, բարի, անկեղծ, ուրախ, շատ եմ սիրում ուրախ մարդկանց, չեմ սիրում տխուր մարդկանց։ Անհոգ, եթե հոգս չկա, որովհետեւ շատերը սիրում են, չէ՞, հոգս կարող է լինել։ Թոշակառու։ Չէ, թոշակառու չէ, գործազուրկ։ Հիմա պետք է ասեմ այո։ Չգիտեմ, ձեր ցանկությունն է, անկեղծ եղեք ուղղակի։ Անկեղծ ոչ։ Ոչ։ Բայց կարող է, ասենք, միլիոնատեր գործազուրկ է։ Չգիտեմ, կարծում եմ, որ տղամարդը պետք է ունենա աշխատանք։ Դա ավելի շատ տղամարդուն է պետք, քան կնոջ։ Եվ մի քանի բանկերում հաշիվ։ Ցանկալի է, որովհետև տղամարդուն փող կայացած լինել դա շատ է պետք։ Փող գիծ կայացած լինել։ Համաձայն եմ, այո։ Դրա համար, եթե տղամարդը ամբողջ օրը տանը բազմոցին նստած է, բայց բազմոցին չէ, խոհանոցում կարող է ձեզ համար ամբողջ օրը պատրաստել։ Չէ, ես չեմ սիրում, երբ տղամարդը խոհանոցում է կամ ինչ-որ կենցաղային բաներ է անում։ Տղամարդը պետք է աշխատի, կինը զբաղվի մնացած բոլոր գործերով։ Իսկ դուք համաձայն եք, եթե տղամարդը ձեր փոխարենել, իր փոխարենել աշխատի, ամբողջ օրը գտնվեք խոհանոցում։ Ինքը համ աշխատի, համ խոհանոցում, հետո ննջասենյակում, հետո առավոտյան կրկին խոհանոցում, ննջասենյակում։ Դե եթե լավ մարդ է, թող Մի խոսքով համաձայն։ Ինչ ենք այսօր պատրաստել։ Այ Սուրեն ջան, այսօր փորձելու ենք պատրաստել։ Ինչալոց երբ որ զրուցում ենք միմյանց հետ, դուք ասացիք, որ սուշի կցանկանայիք պատրաստել, բայց ես ասացի կներեք հարկավոր չէ, եթե լավ չեք տիրապետում եւ լավ չգիտեք ինչպես պատրաստել սուշի, դա վտանգավոր է, որովհետեւ մեր հաղորդման շրջանակներում մենք թունավորվել ենք սուշիից։ Շատ վատ է։ Չնայած ես ձեզ չէի թունավորի, սուշին դա մի տարբերակ էր, բայց այդ սուշի հետքերով կգնանք եւ ձուկ կպատրաստենք աղի մեջ։ Ձուկ աղի մեջ։ Այո։ Ինչ հետաքրքիր է։ Հա, կարծում եմ, որ հետաքրքիր է միանշանակ, կարծում եմ, որ համով կստացվի։ Իսկ ինչ ձուկ է մեզ հարկավոր։ Մեզ հարկավոր է սովորական իշխան ձուկ։ Իսկ ուրիշ ձուկ կարող ենք ընտրել, թե միայն իշխան։ Կարող ենք ընտրել, ուղղակի Հայաստանում ուրիշ ձուկ մեկ էլ սիգան է, հա, ուրիշ տենց մենք ձուկ չունենք։ Լճի ձկներ չեմ կարծում, որ Զովք սուպերմարկետում կվաճառեն։ Զովք սուպերմարկետում վաճառում են ամեն ինչ եւ ոչ միայն իշխան եսիկա։ Դե տեսնենք, մենք միասին ենք չէ գնալու։ Նոր Զովք գնալու ենք միասին, այո, նոր Զովք սուպերմարկետում ամեն տեսակի ձուկ էլ կա, խնդիր չկա ձկան հետ կապված։ Եթե ոչ կենթանի ձուկ, ապա պահածոյացված յուրաքանչյուր տեսակի հայ ձկներ կան եւ սառեցված ձկներ կան։ Չէ, մեզ այսօր սառեցված եւ պահածոյացված պետք չի։ Մեզ պետք է շատ թարմ ձուկ, շատ թարմ ձուկ եւ հուսով եմ համով կստացվի։ Ինչպիսին եք դուք խոհանոցում մի փոքր հա բացահայտենք ձեզ։
շատ լավն եմ, երբ ես ինքս իմ համար եմ պատրաստում։ Այդտեղ արդեն սկսում եմ ստեղծագործել, ինչ կա սառնարանում ու վերածվում է ինչ-որ արվեստի։ Մենք այսօր ձեզ խնդիր տանք, պատրաստեք ձեզ համար եւ մեզ էլ կհյուրասիրեք, որպեսզի համեղ ստացվի եւ հետաքրքիր։ Ես հենց այդպես էլ որոշել եմ անել։ Չէ, ուզում եմ ասեմ, որ մեծ հյուրասիրություններ են լինում, չգիտեմ ինչի այդքան էլ լավ չի ստացվում, բայց հիմա մենք երեքով ավելի ճիշտ չէ, ով իմ ընկերուհին էլ է տանը։ Այո, ձեր ընկերուհին էլ է ձեր տանը, հեռուստադիտողի մոտ վստահաբար հարց է ծագելու, ինչու էր Սյուզին գեղեցիկ դերասանուհին երեկոյան հագուստով խոհանոցում։ Սա երեկոյան հագուստ չի, սա ընդամենը տրիկոտաժի շոր է։ Ուղղակի հավանաբար Չէ, բայց այսպես կարելի է դերասանուհի Սյուզան Պապյանն էր գեղեցկացնում այդ շորը։ Հասկանալի։ Սյուզան Պապյանը այս հագուստով նաև կարող էր հայտնվել օպերային թատրոնում։ Ես ընդհանրապես կողմնակից եմ, որ եթերում սիրուն լինեն մարդիկ։ Անկախ նրանից դա դերասան է, հաղորդավար է կամ երաժիշտ է, եթե դու եթեր ես դուրս գալիս, պետք է գեղեցիկ լինես։ Ես ես հետ որովհետև հեռուստադիտողին տհաճ է, երբ տգեղ մարդիկ, ոչ տգեղ սխալ ասեցի, ոչ խնամված մարդիկ, ոչ եթերային չպատրաստված մարդիկ եթեր են դուրս գալիս։ Ես դա համարում եմ սխալ։ Հեռուստատեսությունը, եթերը դա փոքրիկ տոն է։ Հետևաբար փոքրիկ տոնի պես էլ հագնվել եմ։ Ես առաջարկում եմ ձեզ այս պահին ընդմիջենք, միասին գնանք Նորձող սուպերմարկետ, մեր գնումները կատարենք եւ վերադառնանք։ Սիրով։ Համաձայն եք։ Համաձայն եմ։ Դե գնացինք։ Գնացինք։ Հիմա այն պահն է, որ այս կամերան անջատած է, բայց այն կամերան աշխատում է։ Չէ, հիմա այն պահն է, որ երկու կամերան է անջատած։ Բայց իսկականից կարող է փոխենք հագուստը երկրորդ հատվածի համար։ Բայց ինչի՞ց։ Համ հետաքրքիր է քեզ ուրիշ հագուստով կտեսնեն, համ է սև, ամռանը շոտ օրերին։ Ինձ հեռուստադիտողը համարյա բոլոր հագուստներով տեսել է նույնիսկ գիշերանոցով։ Ինչ առիթ է։ Սերիալներում։ Ես չեմ տեսել, հեռուստադիտողը Սուրեն ջան, նայեք հեռուստատեսություն, նայեք սերիալներ։ Այո, ես կհետևեմ ձեր խորհրդին եւ չեմ նայի, որովհետեւ անտանելի են սերիալները ինձ համար, համենայն դեպս։ Փոխարեն առաջարկում եմ թատրոն եկեք։ Մեծ սիրով, մեկը մյուսին չի բացառում։ Եվ ընդհանրապես տարբեր բաներ եք ասում, սերիալ եւ թատրոն, դրանք տարբեր բաներ են։ Երկուսն է ժամանց է, ուղղակի մեկը ճաշակով, մեկը անճաշակ։ Լավ, այդպես կանենք։ Լավ։ Խնդրեմ։ Սիրելի հեռուստադիտող, Սուրենը չգիտես ինչի առաջարկեց, որ գարաժը բացելու պահն է նկարենք, ես ճիշտ ասած չեմ հասկանում։ Բայց հիմա այդ պահն է։ Սիրելի հեռուստադիտող, որ ավտոտնակը կնոջ համար բացել է եւ հիմա մոդայիկ է իդեպ մեքենան ավտոտնակում պահել։ Այ միջալուց, Սուրեն ջան, դու պետք է բացեիր, փաստորեն։ Այո։ Հիմա փակենք։ Այսպես կանայք միշտ առաջ են ընկնում։ Երբ որ կնոջ կյանքում տղամարդ չկա, կինը ստիպված է տղամարդու գործեր անել։ Ինչու է մեքենան ավտոտնակում կարող է բակում լինել։ Ավտոտնակը կարելի է վերացնել երեխաների համար խաղահրապարակ սարքել։ Քանի որ ես գիտեի, որ դուք գալու եք, մեքենան լվացել եմ։ Դա է պատճառը, որ անձրև եկավ, հա, ու շատ սխալ կլիներ, եթե ինքը դրսում լիներ։ Իսկ հիմա ինքը մաքուր սիրուն, մենք իրան կարող ենք։ Գնացինք Նորձող սուպերմարկետ։ Այո։ Ես գամ դուռը բացեմ դες համար, հա։ Այո, այո։ Ավտոտնակի դուռը չբացեցի, գոնե մեքենայի դուռը բացեմ։ Խնդրեմ։ Շնորհակալություն, Սուրեն ջան։ Սյուզի։ Այո։ Քանի տարի է մեքենա եք վարում։ Տենց չեմ հիշում, բայց 10 տարուց ավել։ Բայց բավականին զգուշ եք, հա, կարծես սկսնակ լինեք։ Որովհետև առաջի օրվանից իմ աղջիկը կողքիս է եղել մեքենայի մեջ, դրա համար փորձում եմ զգուշ քշել, կանոնները պահպանելով։ Ուր է տանում այս մեքենան երեկոյան ձեզ, երբ որ ազատ ժամանակ եք ունենում։ Ինչ։ Ուր է տանում այս մեքենան ձեզ, երբ որ երեկոյան ազատ ժամանակ եք ունենում։ Ես ընդհանրապես եւ առհասարակ ուր եք գնում։ Չէ, մեքենա վարել չեմ սիրում, շատ չեմ սիրում։ Այն բոլոր տեղերը, որտեղ կարող եմ առանց մեքենայի գնալ, առանց մեքենայի եմ գնում։ Իսկ որտեղ եմ լինում, ամռանը սրճարաններ եմ շատ սիրում, բացօթյա սրճարաններ։ Իսկ մեքենայով քաղաքից դուրս։ Այս տարի որտեղ եք որոշել հանգստանալ։ Եթե գաղտնիք չէ։
Իհարկե ուզում եմ, որ անպայման ծով լինի։ Շատ եմ սիրում ծով, շատ։ Տեսնենք ինչպես կստացվի, դեռ չենք որոշել։ Չեք պլանավորել դեռ։ Ոչ։ Պարզ է։ Եվ հաղորդման այս հատվածում մենք միշտ հարցնում ենք, արդյոք ինչը կփոխեիք մեր պետության մեջ, մեր քաղաքում, որ մեր քաղաքացիների կյանքը ել ավելի բարեկեցիկ լինի։ Երևի օրիգինալ չեմ լինի։ Կուզեմ, որ մարդիկ ավելի բարի լինեն, ժպտան, քանի դեռ խնդիր չկա, խնդիրներ չստեղծեն ու տխուր չլինեն, որովհետև առանց խնդիրների երթևեկությունը բավականին բարդ է եւ մարդիկ նյարդայնանում են եւ չեն ժպտում։ Այդ երթևեկության մեջ ինչ կարելի էր փոխել, կամ չգիտեմ այն մասերում, որտեղ մարդիկ քայլում են։ Երթևեկության մեջ ոչինչ պետք չի փոխել, որովհետև կանոնները արդեն կան։ Պարզապես պետք է կանոնները պահպանեն։ Ու դա շատ ճիշտ կլինի, եւ հետիոտները եւ վարորդները պետք է կանոնները պահպանեն։ Մի խոսքով, մեր քաղաքում ըստ ձեզ միայն մարդկանց տրամադրությունն է հարկավոր փոխել։ Մնացած ամեն ինչ հիասքանչ է։ Օրինակ ինչ, այդ դրա մասն է ցանկանում խոսել։ Եթե տրամադրությունը փոխվի, շատ բան կփոխվի, կարծում եմ։ Հետո կարելի է կանանց փոխել, որովհետև կարծում եմ, որ կանայք են սկիզբը ամեն ինչի, կանայք են սերունդը դաստիարակում, ինչու՞ չէ նաև տղամարդկանց, ի սկզբանե հետո չէ։ Ամեն ինչի մեղավորը կանայք են։ Դե կանանց պետք է կուզենայի, որ տղամարդիկ շատ ավելի լավ վերաբերեին կանանց, որպեսզի կանայք շատ ավելի լավ վերաբերվեին ապագա սերնդին, ավելի լավ տրամադրություն ունենային, ավելի խելացի լինեին։ Շուզի կանանց պետք է միայն սիրել, երբ որ կանանց պետք է սիրել, այո։ Նրանք դառնում են ամենալավը։ Եվ մենք ունենանք լավ պետություն ու լավ երկիր։ Երբ որ կանայք սիրո կարիք ունեն եւ ուշադրության, նրանք շատ բարդ եւ վտանգավոր էակներ են։ Դու ինձ հասկացար, Սուրեն ջան։ Մենք արդեն հասնում ենք Խաչատրյան փողոցի վրա գտնվող նոր զովք, հիմա տեսնենք, թե ինչպես գնումներ կկատարեք։ Ճիշտն ասած, ես ցուցակը մոռացա, բայց հուսամ, որ ամեն ինչ կհիշեմ։ Լավ, թղթի վրա էր գրված, հա, ցուցակը։ Դե հա, ինչ որ բաներ։ Փաստորեն դուք ժամանակակից միջոցներով չեք օգտվում հեռախոսի մեջ, հա։ Չէ, ես տեխնիկայից շատ հեռու եմ, այդ բոլոր հարցերով իմ աղջիկն է զբաղվում։ Այդպես։ Պարզ է։ Սյուզի։ Այո, շատ շոկ է, Սուրեն։ Գնացին, այո, շոկ է եւ սև հագուստ արևի տակ, ես պատկերացնում եմ, ցավակցում եմ ձեզ։ Սա կարող ենք վերցնել, հա, երևի։ Գնացին։ Եվ ցուցակ չունենք եւ ինչ ցենք։ Այո, մոռացել ենք, հավանաբար բանջարեղեն կվերցնենք։ Խնդրեմ։ Վաղը ձեզ։ Ինչու ոգնացեք։ Ինքանիատ։ Շուզի, դուք ուղղակի կարող եք ասել, ես կատվում եմ ձեզ կօգնեմ։ Ինչ է մեզ հարկավոր։ Մեզ վարունգ է հարկավոր, չէ, վարունգ հարկավոր չկա։ Ահա, լոլիկ երևի։ Այդ կաբաչկի, լոլիկ էլ կա։ Կաղամ։ Կա դթմիկը, երևի։ Դե մի 4-5 հատ է։ Սյուզի, եթե չեք ողնորոշվում, ես ինքս ասեմ ինչ բանջարեղեն է հարկավոր։ Ինչ բանջարեղեն է հարկավոր։ Կաղամբ է հարկավոր։ Չէ, մենք երևի վերցնենք ծաղկա կաղամբ։ Ծաղկա կաղամբ, լավ, բրոկոլի։ Բրոկոլի։ Եվ կծու պղպեղ վերցնենք։ Կծու պղպեղ։ Խառը կանաչի։ Խառը կանաչի ունենք։ Ահա։ Եվ կարելի է բիբարներ, հա, վերցնել։ Ստեպխին։ Հարկավոր է։ Կարելի է, գույնի համար։ Շատ լավ։ Բանջարեղենի բաժնում դուք ձեր գնումները կատարեք, մենք ձուկ պիտի գնենք, չէ՞ կարծեմ։ Այո։ Սպասենք ձեզ ձկան բաժնում, դա։ Սպասում ենք ձեզ ձկան բաժնում։ Խնդրեմ։ Միգուցե մսից ինչ-որ բան պատրաստենք, գայթակղիչ մսերի տեսականի կա այստեղ։ Չէ, դա հետո ուրիշ անգամ, Սուրեն ջան, այսօր։ Չէ, լուրջ, մի հատ այս կողմ նայեք։ Իսկականից արդեն Ես կարող եմ համեղ ստեյք պատրաստել։ Ես պատկերացնում եմ իմ խոհանոցի վիճակը ստեյքից հետո, դրա համար ոչ։ Հոտը նկատի ունեք, թե։ Ոչ, յուղերը այդ։ Չէ։ Լավ, ձուկ այնտեղ խնդրեմ։ Եկեք որոշել ենք ձուկ էլ պատրաստենք։ Շատ լավ։
Հիմա բարև ձեզ։ Մոտենան գլողավազանին փոքրիկ։ Մեզ պետք է մեծ ձուկ։ Կիլո կես։ Չէ, ցույց տվեք որը։ Չէ, ես նախ իրենցից վախենում եմ։ Չեք վախենում։ Չէ, չգիտեմ ինչի եմ վախենում։ Հասնեն դուք տարբերակ չունեք ոսկե ձկնիկ բռնելու եւ 3 ցանկություն։ Ես բռնել եմ արդեն 3 ցանկություններ եղել է։ Եղել է։ Դու։ Հա, այդ կատարվեցին։ Բանը չեմ սիրում։ Ինչ։ Կատարվեցին այդ 3 ցանկությունները։ Եվ որոնք էին։ Դա ոչ եթերային է։ Հա, լավ։ Աշխատանքի հետ սերիալի հետ կապ չունի, չէ՞։ Տեսնեք ինչ գերեցինք, մնացածը մենք չենք նկարահանի։ Մենք գնացինք փախանք Սուրեն այստեղից։ Ինչ է ձեզ հարկավոր գնել։ Ես գնամ պանիր գնեմ, համել այս վատ process-ը չեմ տեսնում։ Պանիր բաժինը այնտեղ է եւ մեծ տեսականի կա, մենք ձեզ սպասենք դրամարկի մոտ, լավ։ Շատ լավ։ Սյուզի, կարողացաք գտնել այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է։ Այո։ Օգնեմ ձեզ։ Օգնեք։ Ձեր տրամադրությունը գնումներ կատարելիս բարձրանում է, թե հակառակը։ Բարձրանում եմ, մանավանդ որ այստեղ շատ հով է։ Ահա։ Շատ լավ սպասարկում են։ Ինչի պետք է ընկնի։ Հետաքրքիր է վճարում կատարելիս բարձրանում է, թե տխրում եք։ Բացարձակ չեմ տխրում։ Ես առաջարկում եմ վճարել, կարելի է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Չէ, Սուրեն ջան, դու իմ քուրներ։ Չէ, ես վճարեցի։ Չէ, պետք չի։ Վերցրու։ Չէ, բայց ես արդեն վճարեցի։ Չեմ հասկանում։ Չէ, Սուրեն։ Ինչու՞մն է բանը։ Բարդություններ ունեք, երբ որ տղամարդը ձեր փոխարեն վճարում է։ Չէ, իհարկե, ես կարծում եմ, որ տղամարդը պետք է Ես այն տղամարդկանցից չեմ, որոնք վճարում են կամ տանում են ռեստորան, հետո այլ մտքեր եւ նպատակներ ունեն։ Ես այդ տղամարդկանցից չեմ։ Այնպես որ հանգիստ կարող եք վճարել։ Չէ, Սուրեն ջան, ես արդեն վճարեցի, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Սյուզի, ինչ տեղի ունեցավ, չհասցրեցինք նկարահանել, խնդրում եմ մեկնաբանեք։ Ես շատ արագ պատրաստեցի աղցան։ Ինչ է իրենից ներկայացնում այս աղցանը, խնդրում եմ մեկնաբանեք։ Համարային աղցան։ Հիմա սա լոլիկ, վարունգ, պղպեղ, կանաչի։ Ահա։ Նաև ձեթ, հա։ Ձեթ եւ կիտրոն մի քիչ։ Հիմա ջուր կավելացնենք բրնձին։ Եվ կանցնենք խնդրեմ ձուկը պատրաստելու։ Այստեղ ոչ մի հետաքրքիր բան չկա, կարծում եմ, կարող ենք ընդհատել, հետո ձուկը պատրաստելուց։ Ես առաջարկում եմ նախքան ընդհատելը վայելել արմազ գինին։ Ես այնտեղ ձեզ համար բաժակի մեջ լցրել եմ։ Շատ համեղ գինի է։ Կարծում եմ հիմա կփորձեք եւ ինձ էլ կասեք։ Վայելենք։ Վարդագույն գինի է։ Շատ համեղ է, Սուրեն։ Իսկապես համեղ է։ Ես այս տեսակը երբեք չէի փորձել, շատ համեղ է։ Ես առաջարկում եմ այսուհետև փորձել արմազ։ Սիրով։ Ընդմիջենք եւ կշարունակենք։ Այո։ Հիմա մեկ այն մյուս բաղցիրուն կնկարենք։ Սյուզի, բայց լուրջ դու խոհանոցում կապ ունես, թե չունես։ Ինչ առումով ճաշեփում եմ աղջկաս համար, թե չէ։ Ինձ մոտ այնպիսի տպարություն է, որ նույնիսկ չգիտես ինչը որտեղ է գտնվում։ Այ։ Հիմա երրորդ բաժակից հետո էլ արմասի չգիտեմ ինչ է ստացվել։ Կասի, ես սարքում եմ, թե չէ։ Հիմա դե կտեսնենք։ Տեսնենք։ Դու անալ ես, չէ՞ ուտում։ Ինչ իմացա։ Զգում եմ։ Հա։ Ես վնասակար բաներ ընդհանրապես քիչ եմ ուտում։ Աշխատում եմ չուտել։ Հիմա դնում ենք խալադիլնիկը։ Եվ այստեղ արդեն ձկան հետ կապված շատ հետաքրքիր process է սկսվում։ Ինչի մասն է երազում կինը։ Այդպիսի հայացքով եք նայում դեպի հեռուն։ Չէ, ուղղակի մենք թեթև վիրահատության ենք պատրաստվում, Սուրեն ջան։ Այս գործընթացը սկսելու համար մեզ հարկավոր են ձեռնոցներ։ Բայց այնուամենայնիվ, միգուցե պատասխանեք իմ հարցին, թե ինչի մասն է մտածում կինը եւ ում մասին է երազում, այո։ Ում մասին է երազում։ Բրեդ Պիտի մասին է երազում, չէ՞ Նաթ։
դուք չնեկացեցիք։ Իմ ընկերուհին է, ծանոթացեք։ Հաճելի է, շատ ողջույն։ Բարև ձեզ։ Սյուզի հետ ընկերություն անելը հեշտ է։ Ես կասեի ոչ միայն հեշտ է, այլև շատ հաճելի է։ Ինչու։ Որովհետև ինքը շատ պայծառ, լուսավոր մարդ է։ Բայց բարդ։ Բացարձակ։ Իսկ երբևէ նրա պատրաստածը ճաշակել եք։ Կարելի է ասել շատ հաճախ։ Մենք նույնիսկ միասին ենք պատրաստում հաճախ։ Օգնեք ձեր ընկերուհուն։ Մեծ սիրով։ Սկսեցինք։ Այստեղ մոտ 4 կիլոգրամ աղ է։ Դա քեզ չեմ ասում, Սուրեն ջան, հեռուստադիտողի համար եմ ասում։ Ես արդեն տեսա, որ 5 տուփ աղ բացեցին։ 4 տուփ, հա։ Ուրեմն այստեղ կարևոր չի։ Չէ, եկանում խաչ քաշեցիք։ Չէ, ուղղակի այս բաները մարացրեցի։ Հիմա մեզ պետք է հետևաբար 4 հատ ձվի միայն սպիտակուցը։ 4 հարկիթ է հարկավոր, բայց ինչու չեք առանձնացնում հիմա։ Որովհետև այդ ամեն ինչը մենք գեղեցիկ պետք է անենք, Սուրեն, որպեսզի հեռուստադիտողի համար հետաքրքիր լինի։ Այսպես վերցնել ու ձուձվից հեռացնել, սենց բոլորը կարող են։ Իսկ հիմա մենք ինչ ենք անում, որ գեղեցիկ լինի ու հետաքրքիր։ Երգում ենք։ Դու երգում ես, Սուրեն, սկսի։ Ես սկսեմ, ինչ եք ցանկանում որ Դավիթ ջան, նկարում ես։ Դասական ստեղծագործություններից, եթե կարելի է հուշեք։ Օ, սա ինչ տեխնոլոգիա է։ Մի քիչ ուղակի շիշը շատ փափուկ էր։ Լավ չստացվեց այս մեկը։ Այս մեկը ստացվեց։ Որտեղից եք սովորել։ Մի րոպե, Սուրեն, մի խանգարի։ Ես միայն օգնում եմ։ Տեսնում ես Դավիթը շատ սիրեց ձեզ եւ այն թերությունները, որը հիմի կարելի է թերություններ չկան, նույնիսկ ամենա այդ փոքրիկ բաները դուրս են գալի։ Դեղնուցը, այո։ Մենք մի քիչ փչացրեցինք, շատ քիչ։ Կանեք տղամարդու կյանքը փչացնում են միշտ։ Իհարկե գոնե քիչ փչացնեն։ Կարելի է այս պահը նկարել ինչ տեղի ունեցավ այստեղ, դա ամեն ինչ նորմալ է։ Հիմա սրան մենք ավելացնելու ենք մի քիչ ջուր։ Չնայած ջուրը կարող ենք սառը ջուր։ Ջուրը կարող ենք այստեղ էլ ավելացնել աղի վրա։ Շատ օրիգինալ տարբերակ է պատրաստելու, երբևէ չեմ տեսել։ Ինչի համար է դեղնուցը։ Սպիտակուցը։ Մի քիչ դեղնուցով եղավ։ Ոչինչ, քանի որ սա ես ընդամենը երկրորդ անգամ եմ պատրաստում, կարելի է սենց մի քիչ թերություններով։ Ուրեմն շատ որպեսզի կպնի, հա, աղը երբ դրա համար։ Որպեսզի կպնի եւ մեզ հարկավոր է։ Սոսնձի տեղ ենք մենք աղը օգտագործելու։ Այո, այստեղ մի քիչ անջատենք։ Բայց եփեց բրինձը, որ անջատեցինք։ Թող։ Կներեք։ Ինչու։ Որովհետև հիմա ամենակարևոր պահն է բրինձի համար, ինքը պետք է տենց Տոանի ջուրը։ Այո։ Սյուզի, ես կարծում եմ խոհանոցը դերասանուհու տեղը չէ։ Բայց ինչի ես այդպես ասում, Սուրեն, ինչն եք սխալ արել։ Շփոթված եք։ Շփոթված։ Այո։ Կարող է հուզված։ Ես երբեք ամբողջ հանրապետության համար ոչինչ չեմ պատրաստել դեռ։ Այո, բայց դուք պատրաստում եք ընդամենը Նատայի, Դավիթի եւ ինձ համար։ Բայց մեզ դիտում է ամբողջ հանրապետությունը։ Եվ ոչ միայն, այլ դիտում են ամբողջ աշխարհում, չէին սպասում կետ եմ կայքում, եթե հիշում եք։ Շատ տարօրինակ կլիներ, եթե ես մի քիչ հուզված չլինեի։ Լավ։ Ուրեմն պետք է որպեսզի այս ամենը ունենա թաց ձյան տեսք։ Ու այդ ժամանակ ամեն ճիշտ կլինի։ Սյուզի դեպ տարվա որ եղանակն եք սիրում։ Ամառ, ծով եւ լավ տրամադրություն։ Դա իմ սիրած տարվա եղանակը։ Պարզ է։ Ինչ ֆիլմեր եք դիտում, երբ որ ազատ ժամանակ եք ունենում։ Սիրում եմ թեթև կոմեդիաներ։ Կամ շատ լուրջ ֆիլմեր, որը ավելի քիչ եմ նայում, կոմեդիաները ավելի շատ, որտեղ որվա ընթացքում շատ ես հոգնում, ու ուզում ես ուղղակի ցրվես լավ ժամանակ անցկացնես։ Դե խորտ տվեք, ինչ ֆիլմ դիտեմ ես այսօր երեկոյան։ Ռուսական ֆիլմ նայեցի Город 03 Շատ հետաքրքիր կոմեդիա էր, շատ լավն էր։
03-ը դա շտապ օգնության համարն էր, չէ՞ կարծեմ։ Կապ ուներ այդ ամենի հետ, թե՞ ոչ։ Նայեք այդ ֆիլմը, խորհուրդ տալիս անպայման նայեք, հետաքրքիր ֆիլմ է։ Հիմա բացի սերիալներում նկարվելուց ինչ որ ուրիշ գործով զբաղվում եք, թե ոչ։ Թե դա ձեր հիմնական գործն է։ Այս պահին դրանով եմ զբաղվում, բայց իմ կյանքում արդյոք եմ ունեցել շատ տարբեր աշխատանքներով զբաղվել։ Հիմա սա պետք է այստեղ իր համար տեղ սարքենք, ձկան համար։ Շատ հետաքրքիր է կանանց մեծամասնության բնավորության մեջ հետևյալ գիծը։ Սկզբից նրանք բացատրում են, թե ինչ են անելու։ Ես դա քեզ չեմ բացատրում, Սուրեն ջան, ապա նրանք անում են։ Հեռուստադիտողին եմ բացատրում։ Թե չէ ես գիտեմ, որ դու ամեն ինչ գիտես։ Քեզ կարիք չկա ոչինչ բացատրելու։ Լավ, մինչև այս գործը գլուխ բերեք, մենք ընդմիջենք, հա։ Նկարելու կարծում եմ այստեղ բան չկա, պարզ է։ Հասանք այն պահին, երբ որ պետք է արդեն ձուկը, հա, թաղենք աղի մեջ։ Լավ չի ինչում թաղենք աղի մեջ։ Դնենք աղի մեջ։ Դնենք աղի մեջ։ Ոչ մի դժվար բան չկա։ Եթե նույնիսկ գլուխը կարող ենք թողնել դուրսը, կարող ենք ներսը դնել։ Պոչը թողնենք դուրս ավելի լավ է։ Գլուխը թող թաղենք, համել լավ է ինչում։ Ձկան գլուխը տեսնենք եփել է թե չէ։ Ձկան գլուխը թաղեցինք։ Լավ։ Հիմա ավելաց ներսում ձկան մեջ դնում ենք լիմոն։ Ներսը կարելի է դնել ամեն ինչ, ինչ սիրում եք, բայց այս տարբերակը իմ համար ամենանախընտրելի տարբերակն է։ Պարզ է։ Աղ անել պետք չի։ Ընդհանրապես։ Ընդհանրապես։ Դե անիմաստ է, այսքան աղի մեջ կատեք, որ ինքը կարող է աղի լինի, ինքը աղի չի լինում։ Եվ ավելացնում ենք թարխուն։ Սյուզի, ինչով կարող եք հպարտանալ։ Բավականին երկար կյանք եք ապրել։ 23 տարի։ Շատ բաներ կան հպարտանալու։ Օրինակ։ Կարծում եմ ցանկացած մարդով երեխա ունի, առաջինը դա կասի։ Ցանկացած մարդ հպարտանում է առաջին հերթին իր երեխայով։ Հպարտան, որ Իսկ կարծում եք պատահական է, որ դուք ծնվել եւ ապրում եք Հայաստանում։ Թե ինչ որ պատահական չէ, իհարկե պատահական չի, ոնց կարող է պատահական լինել։ Ես ծնվել ու ապրում եմ Հայաստանում, որպեսզի Դες դուր է գալիս Հայաստանը։ Հա։ Իհարկե դուր է գալիս։ Ինչով օրինակ։ Ես չգիտեմ։ Ինչ որ ջիգար կա այս ամեն ինչի մեջ, շատ Թասիբ ջիգար, այո։ Ջիգար ու թասիբ, ճիշտ է։ Դա մի քիչ հիմա պակասում է ցավոք սրտի։ Ես շատ կուզեմ, որ դա չպակասի։ Ինչալս արտերկրում ապրող իմ ընկերներին հարցնում են, ինչ է հայ լինելը, ինչ առանձնահատկություններ ունի հայը, ասում եմ թասիբ ունի։ Ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրեմ ինչ է թասիբը, շատ բարդ բան է իրենց համար։ Թասիբը այն է, երբ դու ինքդ քեզ թույլ չես տալիս վատ բաներ անես։ Որպեսզի օրինակելի մարդ լինես, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի քո կյանքում։ Երևի դա է թասիբը, ես է չգիտեմ։ Ինչ ենք անում այս բան, ծածկեցինք արդեն, հա, ծածկում ենք։ Հիմա պարզապես աղով ծածկում ենք, պետք է ճաքեր չլինեն, ցանկալի է որ ճաքեր չլինեն, որպեսզի հեղուկը դուրս չգա։ Սյուզի, դուք ձեր առաջին կարդացած գիրքը հիշում եք։ Հա, Գանձերի կղզին։ Իսկ հեքիաթը։ Հեքիաթը ես շատ էի սիրում փոքր ժամանակ հեքիաթներ ու այնքան շատ էին ինձ հեքիաթներ պատմել, որ ես կարդալ չգիտեի, տառել չգիտեի, բայց գիրքը բացում էի, իբր թե ես եմ կարդում, անգիր էի էլի արդեն արել։ Ու տենց բոլորի համար հեքիաթ էի կարդում։ Ես հեքիաթները մինչև հիմա էլ հավատում եմ ու սիրում։ Սյուզի, իսկ հայտնի մարդուն, հա, ում փողոցում ճանաչում եմ արտիստներին, հեշտ է ապրել մեր քաղաքում, երբ որ անդադ ճանաչում են եւ նրանց մատնացույց են անում, նրանց քայլերը, նրանց տեսակը, թե
ձեր դեպքում դա այդքան էլ այդպես չէ։ Կարծում եմ ձեզ փողոցում ճանաչում են, չէ՞։ Ճանաչում եմ, բայց ցավոք սրտի, եթե անկեղծ ես ուզում պատասխանեմ, Հայաստանում այդ ճանաչումը ոչ մի բան չի ավելացնում քո կյանքում։ Ուղղակի մարդիկ քեզ ճանաչում են, ուղղակի դու փորձում ես ավելի օրինակելի լինես հասարակության մեջ։ Բայց ուրիշ երկրներում ինչպես ինչ-որ բան է, հա, ավելանում քո կյանքում այդ ճանաչվածությունը, ինչ-որ դրական կողմեր է բերում։ Այստեղ այդպես չէ։ Դրական է միայն մարդկանց սերը, եւ դրական է, որ դու փորձում ես հասարակության մեջ եւ ընդհանրապես կյանքում շատ ավելի օրինակելի լինես, որովհետեւ արդեն քեզ ճանաչում են։ Հայ կինը երջանիկ է։ Ռուս կինը միանշանակ երջանիկ է եւ կարող եմ պատասխանել ինչու։ Ինչու։ Խենթը շատ է նրա մեջ եւ արգելքներ չունեն նրանք։ Դե։ Այսինքն սահմանված բարոյականության չափանիշ կարծես թե նրանց մոտ չկա։ Հասկանում եք ինչի մասն եմ խոսում։ Կողմերը ունի եւ վատ կողմերը ունի։ Իսկ երջանիկ լինելու համար բացարձակ կարևոր չի թե որ երկրում ես դու ծնվել։ Մարդը ուղղակի Այստեղ ես ձեզ հետ համաձայն չեմ։ Երջանիկ լինելու համար կապ ունի որտեղ ես ծնվել եւ ով է քեզ շրջապատում։ Լավ ընկեր ունեմ, ասում եմ եթե ուզում ես Չէ, ասում եմ ուզում ես երջանիկ լինես, ասում ենք այո։ Դա ձեր ընկերոջ խոսքերը չի։ Եղի։ Ռուսերենից է թարգմանված։ Ինչ։ Ռուսերենից է թարգմանված։ Վերջ։ Սա կարող ենք դնել ջեռոցը։ Այսքան բան։ Այսքան բան։ Ափսոս չէ, այսքան աղա։ Փոխարենը շատ համեղ է ստացվում, Սուրեն ջան։ Ես վստահ եմ, որ համեղ է ստացվելու։ Մոտ 40 րոպե։ Բայց հոգին եւ ջերմությունը երբ դրեցիք այս ձգան, այո, պատրաստելու ընթացքում դրեցիք։ Այո։ Հիմա երևի ընդմիջում տանք, ստեղ հավաքենք մի քիչ եւ անցնենք բանջարեղենի պատրաստմանը։ Ինչ պիտի պատրաստենք, ինչ բանջարեղեն։ Մտածեցի, որ ձգի հետ շատ լավ կլինի պատրաստել բանջարեղեն, կապույտ, պանրի սոուսով։ Չգիտեմ կստացվի թե չէ, բայց կփորձենք։ Ես կարծում եմ այդ ամենը նկարելու կարիք չկա, սեղանի շուրջ երբ որ լինենք դուք կմեկնաբանեք եւ կբացատրեք, փոխարենը ես կուզեի իմանալ ինչը կցանկանայիք փոխել ձեր կյանքում ընդհանրապես։ Իմ կյանքում Չգիտեմ, բարդ հարցեր եք տալիս Սուրեն, չեմ կարող ասել ինչը կուզենայի փոխել։ Ամեն օր նոր մտքեր են ծագում, ամեն օր ինչ-որ նոր բան ես ուզում փոխես քո կյանքում, կամ չես ուզում ոչինչ փոխել, ուզում ես վայելել ուղղակի կյանքը։ Շատ լավ, ում կամ ինչի համար եք ապրում այդ դեպքում։ Ապրում ոչ մեկի ու ոչ մի բանի համար ապրում եմ, որովհետև ապրում եմ։ Խոհանոցում եք, ապրում ենք ուտելու համար։ Ինչ։ Ապրում ենք ուտելու համար։ Չէ, ապրում ենք որպեսզի Քանի որ խոհանոցում ենք արդիական։ Լավ, ապրում ենք ուտելու համար։ Ոչ, ուտում ենք ապրելու։ Ավելի մեծ հիմարություն չի կարող ասել։ Չէ, պետք չի ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի համար ապրել այդպես տենց հատուկ։ Ուղղակի պետք է երջանիկ լինել ու բարի լինել ու լավը լինել ու մարդիկ իրենք կգան դեպի քեզ։ Մեկ-երկու խոսքով ուղղակի ասեք սոուսը իրենց ինչ է ներկայացնում եւ արդեն կհանդիպենք սեղանի շուրջ, որը որ պատրաստելու է։ Բանջարեղենի սոուսը։ Այո։ Ուղղակի բանջարեղենը հիմա կդնենք ջեռոցը, հետո կհանենք տաք վիճակում կավելացնենք կապույտ պանիր եւ հավանաբար մի քիչ թթվասեր։ Շատ լավ, շնորհակալություն, կհանդիպենք սեղանի շուրջ։ Եղավ։ Սյուզի, այն բան երբ որ տեսա, որ այսպիսի գեղեցիկ իրադարձություն տեղի ունեցավ խոհանոցում, չկարողացա չխնդրել Դավիթին, որ նկարենք, մեկնաբանեք ինչ է այստեղ։ Ինչպես հասակ այս գեղեցկությանը։ Ով է պատճառը։ Պատճառը լավ տրամադրությունն է եւ ամառը։ Տեսնում ես ամառը, կանաչ կարմիր գույներով։ Դնում ենք ջեռուցը։ Խնդրեմ։ Օգնեմ։ Չէ, ուղղակի հիմա շատ տաք է լինելու։ Ահա։ Եվ այս պահին մեր ձուկն է այնտեղ, Դավիթ, եթե կարող ես ֆիքսի։ Ահա։ Մի վարկյան, ֆիքսեցիր Դավիթ ջան։ Մի քիչ ձուկը բարձրացնենք, որպեսզի։ Չէ, դրա կարիքը չկա, տեղավորվում է։ Հա։
Վստահ տեղավորում էր։ Համել կնայենք։ Ներքևի դարակը։ Զգուշ միայն, զգուշ։ Զգուշ։ Ձուկը դեռ պետք է մի քիչ մնամ։ Ինձ հետաքրքրում է Մոնիկա Բելուչին երբևէ իր ջեռոցը ինչ-որ բան տեղադրել է, թե ոչ։ Երևի տեղադրել։ Ես ասում Սուրեն, շատ դժվար հաղորդում է։ Ինչու՞։ Մի անգամից համ պետք է պատրաստես, համ ինչ-որ բաներ խոսես։ Շատ դժվար է։ Կարևորը բարձր տրամադրությունն է եւ որ դուք ժպտում եք եւ սիրով եք անում։ Դեռ բարձր տրամադրության մեջ ենք ու դեռ ժպտում ենք, տեսնենք ինչ կստացվի։ Հանդիպենք սեղանի շուրջ։ Շնորհակալություն։ Գեղեցիկ է շատ եւ հետաքրքիր։ Դե խնդրեմ, ինչը պետք անել հիմա։ Սուրեն մոտեցանք ամենահետաքրքիր պահին։ Կրակայրիճ ունես։ Ոչ, ես չեմ ծխում։ Ես տվել։ Ահա։ Նատա կարող եք վերադառնալ Դավիթը ուներ։ Եվ այսպես։ Տա-դա-դա-դամ։ Եվ Ուրա! շատ վտանգավոր պահ էր։ Հետո սպասում ենք, մինչև կրակը հանգի։ Կոնյակի համը տալիս է ձկանը։ Եվ արդեն պետք է բացենք։ Վտանգավոր տեսք ունեք, Ոգևորություն չեմ նկատում, Դավիթ։ Դավիթ։ Ձեր ձեռքին է։ Դրա համար ես լարվել։ Վտանգավոր է եւ լարվում եմ։ Խնդրեմ, կարող եք սկսել։ Հիմա ամենադժվար պահն է։ Ինչն է դժվար։ Ես կարող եմ օգտակար լինել։ Չգիտեմ։ Իմ դանակով սկսեմ այդտեղ, հա։ Ինչ որ sense բաներ է, պետք է։ Սիրելի հեռուստադիտող։ Աշխատի ձուկը չվնասես։ Ձուկը չգիտեմ, Բայց որ մնացածը վնասեցիր, մի րոպե։ Սենց հա պետք է։ Իսկ եթե սենց։ Շատ պինդ է։ Տեսար։ Ստացվեց։ Եվ չենք վնասել։ Օհո, շատ գեղեցիկ է իսկապես։ Սուրեն ջան մոտ արի։ Մի քիչ մոտ արի։ Բույրը զգում ես։ Այո, հիանալի է։ Հիանալի է։ Պետք է կտրատել։ Բացում ենք։ Ինձ թվում է այս պահը նկարել հարկավոր չէ, ընդմիջենք եւ կշարունակենք, երբ որ արդեն բաժանենք ձուկը, լավ։ Շատ գեղեցիկ է իդեպ։ Էս աղը ինչ ենք անում։ Գցում ենք։ Մեկնումեկի գլխի։ Կտոր կարող եմ փորձել, հա։ Մի կտոր այսպես։ Համովա չէ։ Շատ։ Բա որ Լավ, ասում եմ։ բաժանից ժամկեն շարունակենք։ Ներկայացրեք ինչ ունենք սեղանին։ Սեղանին մեր բանջարեղենն է։ Այո։ Ռոկֆոր պանրով։ Բրինձը։ Սալատ պանիր եւ լիմոնադ պատրաստեցի մեր համար, ձկան հետ կարծում եմ շատ հարմար է։ Իսկ ես ներկայացնեմ մեր սեղանին գտնվող Արմազ գինիները։ Golden Grape Արմասը հիմնել է հայրենադարձ Արմենակ Ասլանյանը 2007 թվականին կյանքի կոչելով բոլոր իր իղձերը։ Իր դստեր Վիկտորիա Ասլանյանի հետ միասին, ով Արմասի գործադիր տնօրենն է, նա պահպանում է գինեգործության 80-ամյա ընտանեկան ավանդույթները։ Շնորհիվ յուրահատուկ կլիմայական պայմանների Արմասի այգիները լավագույն վայրն են հայկական ավանդական խաղողի սորտերի աճեցման համար։ Նշեմ խաղողի սորտերը՝ կանգուն, ոսկեհատ, կարմրահյութ եւ ռկած-թելի։ Այսօր Արմասը արտադրում է 9 պրեմիում դասի գինիներ, որոնք շահել են բազմաթիվ մեդալներ եւ մրցանակներ գինեգործական փառատոների ժամանակ։ Ես կապվեցի Վիկտորիա Ասլանյանի հետ, նա առաջարկեց այսօր խմել Արմաս ոսկեհատ ռեզերվ գինի է, ռեզերվը։ Փորձենք։ Այ մի փոքր պիտի փորձեք, հետո շարունակեմ լցնել։ Խառնելով, այո, պետք է խառնել, որպեսզի բույրը բացվի։ Լավ է։ Շատ համեղ է։ Կարելի է։ Իհարկե։ Ուրեմն հիշեցնեմ, Վիկտորիա Ասլանյանը խորհուրդ տվեց խմել ոսկեհատ ռեզերվ գինին։ Ես հիմա ինքս կփորձեմ եւ գնահատականը կտամ։
Ձկան հետ պիտի խմենք այս գինը։ Այո, սպիտակ գինի։ Հիանալի է։ Դե ազդարարեք սկիզբը։ Մեզ բոլորիս բարեա խորժակ։ Բարեա խորժակ, շնորհակալություն, որ պատրաստեցիք մեզ համար։ Ուրախ եմ, որ ինձ հյուր եկաք։ Բայց իսկական ինչ լավ գինի է։ Լավն է։ Չէ։ Ապուկա շատ։ Ես պիտի ուտեմ։ Քաղցած եմ։ Երևի գամ հյուրասիրեմ, հա, բոլորիս տնամ։ Ոչ, ինձ թվում է ես ես Ինձ լրիվ թվում է դու կուտեմ։ միայն այդ ուաղ բերեմ։ Վերջի։ Всё։ Գնացինք։ Շնորհակալություն, շատ համեղ էր եւ շատ հետաքրքիր ձեզ օրվա լավ շարունակություն։ Ես էլ եմ շնորհակալ Սուրեն ջան, եւ նվերների համար, եւ շատ լավ ժամանակ անցկացրեցինք, կարծում եմ, ու շատ համեղ ստացվեց։ Մնացեք խաղությամբ։ Փաստորեն ես կարողանում եմ նաեւ համեղ պատրաստել։ 4 կիլոգրամ աղ որևէ կերակրատեսակ պատրաստելիս երբևէ չենք օգտագործել, բայց ստացվեց, իսկապես շատ համեղ էր։ Դիմադրենք քաղցին միասին։